Բարի լույս եւս մեկ անգամ շատ ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք պատրաստ ենք ողջունելու մեր հրաշալի հյուրին, ով շատ սիրված է, շատ հայտնի է եւ ձեր ամենասիրելի սերիալների աշխարհից է։ Ոչ միայն սերիալների, նաև գեղարվեստական ֆիլմերի, այո, որովհետև ես ինքս ամեն անգամ երբ նայում եմ Սուպերմաման, ամեն անգամ ինձ այդ տեսարանները, որտեղ հենց ինքն է նկարահանված, բավականին այսպես ժպիտ են տալիս։ Ասեմ, որ մեր հյուրն է Ռուզան Վիթմեսրոպյանը, ով հայտնի է հեռուստադիտողներին Քրմուհին, Վոդկա Լիմոն, Խենթրեշտակը, Մարիամի վերջին կիրակին, Սուպերմամա 2 ու էլի շատ հեռուստասերիալներից ու ֆիլմերից։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հրաշալի, եթե ձեր կողքին եմ, իմ առավոտը լուսավորը ու ուրախ։ Ինչու է սերիալները առանձնացրի, խնդրում եմ ասեք, որ ամենամեծ հայտնիությունը, որքան էլ խաղաղ գեղֆիլմերում միևնույնն է առաջին հերթին տալիս են սերիալները։ Տեսեք, ես իմ օրինակով դա կհաստատեմ, ինչու, որովհետև երբ ֆրանսիական բավական հետաքրքիր աշխարհում նկարահանվելուց հետո գլխավոր դերեր հայտնի արտիստների կողքին, հայտնի կինոռեժիսոր եւ այլն, դրանից հետո հայտնվեցի Քրմուհու դաշտում, խաղացի Կերտեցի Քրմուհին, էլի հայտնի եւ մեծանուն արվեստագետների կողքին, դա ինձ համար մեծագույն պատիվ էր եւ պատիվ է, բայց պետք է նշեմ, որ դրանից հետո 10 տարի շարունակ ես մերժել եմ սերիալների առաջարկները, հիշում եմ առաջին անգամ ինձ Դիանա Գրիգորյանը զանգահարեց ու հրավիրեց, բավական հետաքրքիր հեռուստանովել էր սկսում, բայց ես հրաժարվեցի մտածելով, որ չէ որ ես այս ճանապարհը ընտրել եմ արվեստի համար, գեղեցիկը ստեղծելու, բարձրը ստեղծելու, ճաշակովը ստեղծելու ու հրաժարվում էի 10 տարի շարունակ, իհարկե հետևում էի սերիալներին, պետք է անկեղծ լինեմ, ինչու, որովհետև այն իրականությունը, որտեղ ես ապրում եմ, ես պիտի տեղեկացված լինեմ, հետևեմ, տեսնեմ ու պարբերաբար տեսնում եմ, որ հայտնի լավագույն մեր արվեստագետ արտիստները հայտնվում են հեռուստասերիալներում, իհարկե ձեռք են բերում ել ավելի մեծ ճանաչում, քան թե ունեին իրենց մի ամբողջ կյանք հզոր կենսագրություն ստեղծած ճանապարհով, հա, ձեռք էին բերում հայտնիություն։ Իհարկե, ես պիտի ասեմ, որ հայտնիությունը ինքը այնպես չի, որ շատ լավ բան է ինձ համար։ Ինձ համար էս դեպքում, հա, որովհետև եթե ինչ-որ մի բան անում ես հայտնի լինելու համար, պետք չի դա անել, որովհետև քո արած գործը պիտի հետք թողնի, պիտի մարդու մտածողություն, զգացողություն փոխի դեպի լավը, բարին, ու դա քեզ դարձնի սիրված եւ հայտնի։ Եթե ոչ, ես ուզում եմ սիրելի երիտասարդներին ասեմ, որ հայտնի լինելու համար պետք չի նետվել ու ամեն ինչ անել, չէ, պետքա կրթվել, հոգին զարգացնել, բարձրացնել բարձր գիտակցության եւ անել բաներ, որպեսզի հայտնիությունը արդարացված լինի եւ լինի արժանապատիվ վաստակ։ Ինչպես ասում է Շարլ Անսնավուրը, մենք ամեն ինչ անում ենք մեր կյանքում, որ դառնանք հայտնի, երբ որ դառնում ենք, հետո ամեն ինչ անում ենք, որ թաքնվենք մեքենաներում, որպեսզի մեզ չտեսնեն։ Այո, իսկ երբ որ մեր արվածը պատվաբեր է, այդ ժամանակ հաստատ ցանկալի է եւ չթաքնվել, սերը վայելել եւ սեր տալ։ Ռուզան, շատ հետաքրքիր մի բան ընդգծեմ, ինձ համար դուք են դերասանուհիներից եք, ով բազմաթիվ նշված հա ֆիլմերում, հեռուստասերիալներում կերպարներ կերտելով, հետաքրքիր մի նյուանս եմ ես նկատում միշտ, երբեք չի կրկնվում, երբեք նույնը չեք լինում, ոնց որ նախորդ ֆիլմում եք կամ մյուս ֆիլմում կամ մյուս սերիալում։ Սա իհարկե բացառիկ երևույթ է, որովհետև մենք շատ ու շատ սիրված դերասաններ ունենք, որոնք միաժամանակ տարբեր տեղեր են զբաղված լինում եւ ընթացքում հասկանում ես, որ արդեն կրկնվում են եւ չեն տարբերում մյուս դերը մյուսից։ Դա օրգանիզմն է, դա բնություն է, ոչ մի բան չես կարող անել։ Ձեր պարագայում այդ խնդիրը չկա։ Ինչու՞ն եք տեսնում դրա բացատրությունը։ Ես հիմա պետք է ասեմ, որ շատ հուզվեցի, որովհետև արժանացա այն գնահատականին, որի մասին բոլորս երազում ենք իրականում։ Անչափ շնորհակալ եմ այդ գնահատականի համար եւ եթե դա իսկապես այդպես է, ուրեմն ել ավելի պատասխանատու պիտի շարունակեմ իմ մնացած կյանքը, որովհետև ես չգիտեմ դա ինչպես է ստացվում ու գուցե նաեւ գիտեմ։ Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում, անսահման շատ։ Եվ յուրաքանչյուր կերպար, երբ ինձ վստահվում է,
ինձ համար դա դառնում է եւս նորից 0-ից մի քննություն, որ պիտի ես տամամենաբարձր գնահատականներով, հա, հանձնեմ այդ քննությունը։ Այսինքն երբեք ոչ մի վարքյան ես չեմ հիշում, որ ինչ որ բաներ եմ անցյալում արել, ինչ որ ճանապարհ կա յետևում թողած, չի կարելի այդպես։ Ես ամեն անգամ 0-ից եմ սկսում ուսանողի պես։ Երևի դա է պատճառը։ Բացի դրանից շատ կարևոր է, որ արտիստները եւ ընդհանրապես մարդիկ չկենտրոնանան իրենց եսի վրա։ Դա շատ կարևոր բան է։ Օրինակ հաճախ ինձ ասում են, ինչու դուք մեքենա չեք վարում։ Ինչու եք դուք երթևեկում տաքսիներով կամ ավտոբուս, տրոլեյբուս եւ մետրո։ Ես շատ հաճախ հասարակական տրանսպորտով եմ երթևեկում եւ դա հատուկ եմ անում։ Դե պատկերացրեք, Փարիզում ես եւ վարել եմ եւ երբ եկա նույն այդ մեքենան ցանկացած պահի կարող եմ գնել ունենալ, բայց ես իմ կենցաղը այնպես եմ դասավորում, այնպես եմ կազմակերպում եւ ես եւ իմ ամուսին Անդրեյ Շուգարովը, որովհետեւ մենք միշտ լինենք մարդկանց հետ, ժողովրդի հետ։ Հա, թեկուզ իրանց այդ գույների, իրանց վայրի վերո էմոցիաների, անգամ նույնիսկ ինչ որ տհաճ իրադարձությունների կամ ինչ որ բաների հետ, հա, դա չի կարևորը։ Արտիստը, ընդհանրապես արտիստը, դա կլինի երաժիշտ, նկարիչ, դերասան, իրանք պետքա միշտ զգան ժողովրդի սրտի թակոցը։ Պարտադիր, իրանք ժողովրդի հոտը պիտի իմանան։ Շատ կարևոր է դա։ Իրանք ժողովրդի դեմքի արտահայտությունը պիտի իմանան։ Պիտի իրանց ուղեղի պարունակությունը իմանան։ Իսկ դա ինչպես ենք մենք իմանում։ Իրանց կողքին անընդհատ լինելով։ Լինել այն տեղերում, որտեղ մարդն է։ Եվ քանի որ մենք ամեն ինչ անում ենք մարդու համար, չէ որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մարդկանց տանք վերածնունդ, որովհետև ինչ է արվեստը։ Մարդու եւ աստվածային համակարգի հանդիպումը, երկխոսությունը, որից ծնվում է արվեստ ասածը, այսինքն լույսն ու սերը, այսինքն հոգատարությունը։ Հետևաբար ես կոչ եմ անում սիրելի ընկերներ շատ լինել մարդկանց կողքին, որպեսզի դերերն էլ իրար նման չլինեն։ Ահա գաղտնիքը իմացանք։ Եվ շարունակելով Սուրենի հարցը, հիմա պետք է անպայման հարցնեմ, ինչպես եք ընտրում դերերը եւ ինչպիսի դերերն են ձեզ հետաքրքիր ու ձեզ համար մարտահրավերային։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, շնորհակալություն։ Տեսեք, դերերը իրանք ինձ համար ֆանտոմներ են, որոնք իմ արտադրած էներգիայի շնորհիվ գալիս են դեպի ինձ։ Չէ՞ որ մենք էմոցիաներ ենք արտադրում, երազանքներ, մտքեր, իրանք գնում, բռնում, բերում են իրանց։ Եվ ես նաև որպես քաղաքացի, անտարբեր քաղաքացի չեմ ընդհանրապես ոչ մի երևույթի նկատմամբ։ Բնականաբար, եթե կա ինչ-որ երևույթ, որը ցավոտ է ու պետքա դա ինչ-որ կերպ վերացնել, իմ մեջ դա սկսում է եփվել, ես ապրում եմ դրանով, ես գրում եմ անգամ այդ ամեն ինչի մասին, ու բնականաբար դերերը գալիս ինձ ընտրում են եւ գտնում են։ Գիտեք, ես այն արտիստներից չեմ քավլիցի եւ երբեք չեմ ցանկանա լինել, որ նստեմ ու ես ընտրեմ դերեր։ Թող իմ դերերը կան ինձ ընտրեն։ Ես սիրով իրանց սպասում եմ։ Բայց շատ հետաքրքիր են ընտրում, որովհետև քրմուհի, այո, մեկ էլ խենթ հաշվապահ, շատ տարբեր են, շատ տարբեր են։ Չի խանգարում։ Ինչը որ հետո խաղալուց հետո մարդիկ փորձում են ասոցացնել։ Ես դրա մասին չեմ մտածում։ Այ վերջերս, եթե լսել եք, մեր պրեմիերան եղավ Օպա ֆիլմում, որտեղ կինոռեժիսոր, պիտի նշեմ իրենց անունները, Գոր Գրիգորյան, հրաշք, տաղանդավորագույն անձնավորություն, երիտասարդ, նոր սկսող, բայց տաղանդավոր, կիրթ եւ պրոդյուսերներ Գոր Օրդուխանյան եւ Արմեն Գրիգորյան։ Ես նախ պետք է ասեմ մեծագույն ուրախությամբ եմ համաձայնվել իրենց մոտ նկարահանվել եւ խաղացի մի խենթ կնոջ Զաբելի կերպարը, որը էլի բացարձակ նման չէր մյուս կերպարներին։ Դա մի խենթ կին էր, որը ես չգիտեմ իրան ոնց գտա, ոնց իմ երևի իմ մեջ կա այդ ամեն ինչը, որ պեղում հանում եմ, զուգահեռ հիշում եմ կերպարներ, այդպես ֆանտոմներով էլի գալիս են։ Այդ
այդպես ինքը հավաքվում է ու ծնվում է։ Նույն այդ Զաբելը, հիմա որ գնաք նայեք, իհարկե շատ կծիծաղաք, որովհետև ինքը շատ խելար տիպ է, ծիծաղելի է նույնիսկ իր կենսագրությունով, բայց ես ինձ շատ լավ եմ զգում, որ իրանք տարբեր են։ Այս բոլոր դերերի հետ ես ձուլվել եմ մինչև վերջ, մինչև վերջին կաթիլը, բայց անսահման մեծագույն խոնարհումով եմ վերաբերում Քրմուհուն, որովհետև ֆրանսիական ֆիլմերում խաղալուց հետո բավական հաջողություններ ունենալուց հետո օտարափերում գալ եւ երազել հայ ֆիլմում անել կարևոր գործ եւ ինձ վստահվի այսպիսի մի դեր, դա իմ համար երազանքներից մեկն էր, որ իրականացավ։ Քրմուհին կարծես թե անձնագիրը դարձավ իմ դերասանուհու, հայ դերասանուհու այս դեպքում։ Երևի էլի ձեր նշածի նման էներգիան գնաց ու դերը ձեզ գտավ։ Դե այստեղ տարբեր ուրիշ բաներ էլ կան, բայց հիմա դրա մասին ժամանակ էլ չունենք, որ երկար խոսենք։ Լավ, իսկ ինձ հետաքրքիր է ճանաչելիությունը ձեզ որքանով է օգնում եւ որքանով խանգարում, որովհետեւ որ կենսակերպի մասին նշեցիք, մարդկանց ավելի մոտ լինել, կյանքում հանրային տրանսպորտը նախընտրել առանձին մեքենայից, սա մի փոքր կարծում եմ ճանաչելիության առումով գուցե խնդիրներ առաջացնի կամ անհանգստություններ, թե միայն հաճելի է կամ միայն դրական կողմ ունի։ Գիտեք, ընդհանրապես երբ որ անհանգստություններ առաջացնում են դիմացինս, ես շատ արագ այդ առաջացնողին այնքան սեր եմ տալիս, որ ինքը խաղաղվում է ու մենք սկսում ենք ավելի ճիշտ հարթությունով շփվել։ Այսինքն իմ կյանքում նման դեպքեր փորձում եմ, եթե կարա լինի, չլինի։ Անհարմարություն, ինչպես կարելի է անհարմար լինի սերը մարդկանց։ Չէ՞։ Անհարմարություն, իհարկե, կարծես թե դու այլևս քոնը չես, բայց ես 3 տարեկանից, երբ որ ծնողներս հասկացել էին, որ դերասանուհի եմ դառնալու այդպես մեծացել եմ, ես միշտ լսել եմ, որ դու քոնը չես, դու բոլորինն ես։ Դու բոլորինն ես, ու ես այդպես մեծացել եմ։ Այդպես ինչպես գույնն է, կարմիր գույն, դեղին գույն, կանաչ գույն, ինձ համար այդ անհարմար լինելը ես դա չեմ զգում։ Այդ պիտի երևի դերասանուհի լինես, այդ ամեն ինչի մեջ լինես, ու շատ նվիրված լինես, ու սուտի մուտի բաներ չանես, լինես իսկական, իրական, ազնիվ, անկեղծ, շնչես ու արտաշնչես շատ անկեղծ, հաստատ ոչ այսպես, այդ դա կործանում է, շատ վատ է, այդ բաներից պետք է միշտ խուսափել, միշտ փախչել։ Պրոֆեսիոնալ մարդ եք, ով չի սիրում ուշանալ։ Այո։ Իսկ դա շատ հաճախ նկատվում են գործընկերների կողմից երևի թե տաղավարում նկարահանման, որտեղ ֆիլմերի եւ սերիալների նկարման ժամանակ հաճախ են լինում դերասաններ, ովքեր ուշանում են։ Ինչպես եք դրան վերաբերվում։ Ջղայնացնում է դա ձեզ։ Նոր մի քիչ առաջ, երբ գալիս էի մեր աշխատակցու հետ, Նելի հետ դրա մասին էի խոսում, որ Դիանա Գրիգորյանի կյանքը ինչքան եմ ես կերել, որովհետև առաջին երկարաժամկետ սերիալը նրան հատիկներ իր մոտ էի նկարահանվում եւ շատ բաներ ինձ համար անսովոր էր սպասելը, ես էլ երևի այդ սերիալի եւ իմ ընկերների շնորհիվ սովորեցի լինել համբերատար եւ կարողացա սպասել, որի համար շնորհակալ եմ։ Իհարկե կային երիտասարդ դերասաններ, որոնք ժամ-ժամուկես ուշանում էին, եւ ես խելագարվում էի, եւ խելագարվում էր մեր շատ սիրելի Լուսինեն, Դիանայի հետ միասին եւ մյուսները նույնպես, ու բոլորը համբերատար ինձ փորձում էին հանգստացնել, որ ես կարողանամ այդ ամեն ինչի մեջ ինտեգրվեմ։ Իհարկե իրանց հոգին կերել եմ, բայց ինտեգրվել եմ։ Մի քիչ արդեն Ելենայի մոտ Արշակյան, որ սկսեցի նկարահանվել, արդեն, այսպես ասեմ, արդեն դաստիարակված դերասանուհի էի։ Ես գիտեի, որ պիտի լռեմ, պիտի կռիվ չսարքեմ, ժպտամ, ասեմ ոչինչ։ Ուզում եմ ասեմ, իմ ճանապարհը այնպիսին է եղել, որ հա, բռնկվել եմ, կռիվ եմ տվել, ուզեցել եմ շտկեմ, բայց մենք յուրաքանչյուրս մեզ պիտի շտկենք, որ շտկվի շատ բաներ։ Ու ես շտկել եմ ինձ։ Այդպես։
Եվ հիմա ձեզ մի քիչ որպես մարդ բացահայտելու համար ինձ հետաքրքիր է ինչ նախասիրություններ ունեք, ձեզ ինչ ֆիլմեր են հաճելի դիտել, ձեր ժամանցը ինչպես եք անցկացնում, թատրոններ հաճախում եք, չեք հաճախում։ Իմ ժամանցը մեծ մասը անցկացնում եմ ընտանիքիս հետ, որովհետև իմ հանգստությունը, իմ խաղաղությունը եւ դրական էներգիաներով նորից լիցքավորելը դա իմ ընտանիքի անդամների գրկում է տեղի ունենում իրականում։ Աղջկաս հետ, ամուսնուս հետ, մամայիս հետ, եղբորս, եղբայրներիս, ընկերուհիներիս հետ ես հրաշալի ընկերուհիներ ունեմ։ Իմ կյանքը կարծես թե այս պահին ես թատրոնում չեմ աշխատում, այսինքն կարելի ասել, որ ես շատ զբաղված չեմ որպես դերասանուհի, իհարկե շատ կցանկանամ զբաղված լինել սիրելի ռեժիսորներ, բայց իմ կյանքը շատ բուրն է անցնում, ես պարբերաբար իմ սիրելի ընկերուհու Գոհարի հետ եմ անցկացնում իր գեղեցիկ պարտեզում, մամայիս կողքին մենք ճամփորդում ենք մեր մանկությունից կամ իմ մանկությունից հիշելով գալիս ենք, սուրճ ենք խմում, աղջկաս հետ ենք երազում, ամուսնուս հետ ենք ֆիլմեր դիտում, շատ սիրում ենք դիտել ռուսական ֆիլմեր, ես հաճախ միանում եմ ամուսնուս, որովհետև ինքն է միացնում, ինքն է ընտրում ֆիլմերը ու մեր երեկոները շատ բուրն ու հետաքրքիր է անցնում։ Այս պահին ինձ մոտ առաջացել է մեծ ցանկություն ծաղիկներ աճեցնել, որը մի շրջան կար, բայց քանի որ իմ հրաշք ծաղիկին ես հասցրեցի 17 տարեկան, հիմա արդեն մտածեցի ինքը թող շարունակի ծաղկել, փտտել, ես նորից վերադառնեմ ծաղիկների, վերջերս վարդերի փնջեր եմ գնել եւ պիտի այդպես տնկիներ անեմ, ծաղիկներ աճեցնեմ։ Սիրում եմ ընթերցել, սիրում եմ ուսումնասիրել, ինձ շատ հետաքրքրում է էզոտերիկայի աշխարհը, շատ հետաքրքրում է տիեզերական գաղտնիքները, հետաքրքրում է մարդը իր բոլոր շերտերով։ Ես սիրում եմ գրել, սիրում եմ երազել, շատ եմ սիրում, ես շատ համեղ պատրաստում եմ։ Համեցեք մի օր, հա, ես հորինում եմ, այո, կա։ Իմ ընկերուհիները հենց հիմա եթե դիտում են կհիշեն Վիթը, այդ Վիթ ֆիրմային ֆրանսիական կարծես ինքը լինի, խորտիկներ են, պաներով, հացով եւ մնացածը չեմ ասում, շատ արագ է պատրաստվում, անունն էլ դրել եմ Վիթ։ Եթե մի օր բախտ վիճակվի ձեզ համար պատրաստեմ, իսկապես համեղ է, իսկապես եւ ոչ միայն դա։ Անձնական բրենդ է, էլի։ Հա, ես մտածում եմ ինչ-որ տես բաներով անում, հա, ինչ-որ բաներ եմ մտածում, տեսնենք կլինի թե չէ։ Հաջորդիվ ինչ պրոյեկտներ կան, նշեցիք, որ հիմա թատրոնում զբաղված չեք, բայց կարծում եմ, որ ֆիլմային ու սերիալային տրամադրության մեջ կլինեն առաջարկներ ու երևի թե կան։ Սիրելի ռեժիսորներ, խնդրեմ ասեք, հաջորդ ինչ պրոյեկտներ կան, որտեղ ես պետք է հանդես գամ, որպեսզի կարողանամ ներկայանալ այստեղ։ Սպասում եմ։ Ահա, ստացանք պատասխանը։ Այո, այսքան բան։ Իհարկե երազանքներ ունեմ ծրագրերի տեսքով, բայց դրանց մասին խոսել չեմ ուզում, ինչու, որովհետև շատ անգամներ դու երազում ես, ինչ որ բաներ ես անում, կյանքը այլ ճանապարհով է ուղղորդում, հետեւաբար փոխել եմ ինձ, ավելի զուսպ եմ ու լուռ։ Մի հարց եմ տամ, որ ինձ շատ հետաքրքրում է, քանի որ ֆրանսիական մշակույթը եւ առասարակ Ֆրանսիան ես ինքս էլ շատ սիրում եմ, ինձ հետաքրքիր է ինչ ներգործություն է ունեցել ձեզ վրա եւ ինչն եք վերցրել, ինչն եք սիրել դուք անձամբ ֆրանսիական մշակույթում ու Ֆրանսիայում։ Շատ գեղեցիկ հարց։ Հիմա ձեզ ասեմ, տեսեք, ես ինքս իմ տեսակով շատ արագ այդպես չեմ ձուլվում։ Շատ ձուլվող չեմ, ես ունեմ իմ ինդիվիդումը եւ այդպես մեծացրել են ծնողներս, բնականաբար ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ, ինչպես ասում է Ժակ Պրևերը, je suis comme je suis, հա? Հետևաբար Հայաստանում շատ անգամներ եղել են պահեր, որ ինձ կոմֆորտ չի եղել, ինձ չեն ընկալել կամ այլ կերպ են ընկալել, իրենց պատկերացումներով են փորձել ընկալել եւ անգամ պիտակավորել, որոնք ես լուր ընդունել եմ եւ շարունակել եմ սիրել։ Իսկ երբ որ ես մեկնեցի Ֆրանսիա, Փարիզ, այնտեղ այնքան շատ էին այդ տեսակ մարդիկ։ Ես զգացի, որ ես տանն եմ։ Ես չգիտեմ ինչի օտար ափերում, նույն Ֆրանսիայում, ես զգացի, որ ես այնտեղ եմ, որտեղ որ ինձ ոչ մի դիսկոմֆորտ չկա։ Հետո իհարկե
առաջին իսկ օրվանից այնտեղ անգամ ինձ թատրոնել են հրավիրել, ես ասել եմ, որ ես իմ երկիրն ունեմ, իմ տունն ունեմ, ինչքան ինձ այստեղ լավ է, ես տուն եմ գնալու եւ աշխատանքի բերումով 5-6 տարի ապրել եմ այնտեղ, բայց ես մի բան այնտեղ հասկացա, իմ երկիրը, իմ հայրենիքը, իմ անուշ Հայաստանն է, իմ խենթ ու խելար հայերով, ովքեր անգամ կարող են իմ տեսակը չհասկանալ, բայց ես հասկացա մի բան, որ բոլորս երկրագնդի մարդիկ, բոլորս մարդ ենք ու բոլորս պիտի իրար սիրենք եւ պիտի վերանան պատերազմներն ու թշնամանքները, իհարկե չպետք է մոռանալ այն ամբողջ պատմությունները, որով մենք անցել ենք, բայց այդ ամեն ինչը պետք է ավելի ուրիշ լուծումներ գտնել ու հաղթահարել։ Ես հասկացա, որ մի երկրագունդ, կա երկինք ու կանք մենք մարդիկ։ Այ Ֆրանսիան իմ մեջ կար, բայց ինքը այսպես ավելի շատ ֆորմատի բերեց կամ երևի ինչ որ ամփոփեց Ֆրանսիան։ Իսկ մշակույթը ես ձեզ ասեմ, ամեն տարբեր երկրներում որ եղել եմ, հասկացել եմ, որ բոլոր երկրների մշակույթների մեջ կա հայկականը։ Այո։ Դա գենով է գնում։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, շատ բան չխոսեմ։ Ես ֆրանսերենի դասերից, դպրոցում ֆրանսերեն եմ ասել, սիրում եմ պահը, երբ երգում ենք Ժակ Բրելի երգը։ Je suis il a brillé à midi et à minuit il y a juste que vous voulez aux Champs-Élysées. Oui, Champs-Élysées։ Հաճելի պահերը միշտ էլ կան, լինեն Ֆրանսիայում, Հայաստանում, հատկապես Հայաստանում, հատկապես ընտանիքում, երբ որ տանն եք, ուզում ենք ձեզ նվիրել Զանգուն, Վեդիալկոյի, որը հենց այդ լավ պահերը ֆիքսելու համար է ու լավ հարազատ մարդկանց հետ համոզված եմ, այս գինին էլ ավելի կֆիքսի այդ պահերը եւ նաեւ ձեզ ուզում ենք Zen Spa կենտրոնի կողմից նվիրենք մի նվերքարտ, որն իր մեջ ներառում է իհարկե խնամք մարմնի նկատմամբ, որը ձեզ առաջարկում է սպան որպես նվեր։ Շնորհակալ եմ։ Սիրով կօգտվեմ, շնորհակալություն։ Ես այս նվերները խոստանում եմ, այստեղից կտեղափոխեմ այդ։ Խնդիր չի։ Եվ մենք շնորհակալ ենք, որ ձեր սիրով ու ջերմությամբ առավոտը սկսեցիք մեզ հետ միասին ու մեր տրամադրությունը ել ավելի բարձրացրիք։ Շնորհակալ եմ, նույնը դուք ինձ համար։ Շնորհակալություն, ուզում եմ նշել, որ մեր հյուրն էր Կամիլա Զարտիկին, է։ Իդեպ կերպարը դերը ես սիրել եմ այդ դերը։ Ես միշտ երազել եմ խաղամ Հերոսյաննը։ Այդ դեպքում եկեք խաղանք։ Էդմոնի, չէ, Էդմոն։ Դե եկեք խաղանք։ Պայմանավորվեցինք։ Լավ ռեժիսոր է պետք գտնենք։ Հարգելի ռեժիսորներ, աչքի տակ ունեցեք ես մեր առաջարկները, իսկ այս պահին դադար մեր եթերում, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։